Աշխատատեղ բացեք մեր երիտասարդ տղաների համար։ Ես Նաև կանանց էլ է վերաբերվում։ բացարձակապես կապ չունի, եթե Բոլորս գործազուրկ նստած են, ընտանիքը անդամ գումար չի մտնում, ընտանիք էլ կա, իրոք կամ ապրում է, կամ էլ գոյատևում։ Ես ասեմ ձեզ, շատ լավ գիտեմ, նայեք, Շարենցավան քաղաքը, ես ու քաղաքը 5 մատից պես գիտեմ, օրինակ ասենք սովետական միության ժամանակ Շարենցավան քաղաքում եղել է 18500 բանվոր։ Ու շատ լավ հիշում եք, դեր վաղները այն ինստրումենտալն հայատից որ դուս էին գալիս, այն մեծ ճամփ են որ կա, որ միանա եկեղեցին այն միան ընդեղ օգտուց, այնց այդ քաղաքայինց այդ մասը ամբողջապես սաղ ժողովուրդ էր լսված։ Մոտարապես հետի ապահովում էր մեր քաղաքի 60%-ը, 35-ից 40% ես գիտեի երկու էլեկտրիշկայով էին գալիս, 100 քանյատ էլ ավտոբուս էր աշխատում։ Դա շատ լավ հիշում եք, 16 խոշոր ձեռնարկություն։ Ես ձեզ ինչ ասեմ, քանի որ իմ ամսի 29-ին երկրի վարչապետը գալու է կոնկրետ իր ծրագրով, ես չեմ ուզում ավել բաներ դիմա խոսել։ Ես հիմա կարող եմ ասել իմ տեսլականը, այսինքն ես մոտավորապես ոնց եմ մտածում, ոնց կարելի է Շարենցավան քաղաքը աշխատացնել։ Ոնց կարելի է օրինակ ասենք որ մի ոլորտները։ Այն ինչ արտադրական մենք հզորություններ ունենք, ես էլ ինքս մասնավորապես գործարանի սեփականատեր եմ հանդիսանում որոշակի տոկոսով դեժկարով դա հարցը չէ։ Այսօր գործարանը մենք կարող ենք խոտ տալ ու մոտավորապես 10 չէ 100 միլիոն դոլարի արտադրանք տալ նախին արտադրանքից, բայց այդ արտադրանք իրացնելու տեղ է պետք։ Այնեն չի որ ինստրումենտ չենք կարող արտադրել, այնեն չի որ դալբա, այնեն չի որ պագրուշտ որոզունը վաղը չենք կարող արտադրել։ Երկու կարևոր խնդիր է մնացել մեզ, նա էլ եմ ասում, ամենամեծ խնդիրները, դա մասնագետների մարդկանցն է պետք կարծել, նորից որ այդ վերապատրաստել։ Հիմա ում հարցնես տոկար, մոկար, ջայլների մեջ չկա, մեծամասնությունը այդ մեծամասնությունը ով կա ոսկու պես պահում է։ Ահա, դա եմ ասում։ Ես ասեմ ձեզ,